Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Ազգային ժողովում տեղի ունեցան հանրային լսումներ մարտի 1-ի գործի քննությունը, նախորդ ժամանակահատվածում մարտի 1-ի գործի վերաիմաստավորումը, Ֆարմանյանը եւ այլ կնդեմ Հայաստանի գործով կայացրած վճռի լույսի ներքո։ Պարոն Սաֆարյան, դուք ընդհանրացակ ելույթով հանդես եկաք, փաստորեն մի այդ վճռից հետո 2 ամիս անց ազգային ժողովում հրավիրվում են լսումներ, ամփոփելով այսօր ազգային ժողովում հնչած ելույթները, ձեր ընդհանուր դիտարկումները, կիսում եք այն կարծիքը, որ մարտի 1-ը բացահայտված է։ Շնորհակալություն հարցի համար եւ հնարավորության համար։ Նախ շնորհակալություն եմ ուզում նաեւ հայտնել ազգային ժողովին եւ հանձնաժողովին, հատկապես պարոն Բաքոյանին, այս կարևոր հարցով հանրային քննարկում նշանակելու համար, որտեղ իրենք ձևաչափով իհարկե խորհրդարական լսում էին, բայց լավ բառ էին օգտագործել հանրային քննարկում եւ թերևս հանրության հատկապես այն հատվածը, որը այս տարիների ընթացքում չի դադարեցրել կամ վառ է պահել այս հանցագործության բացահայտման պատասխանատվության կրակը ըստ էության այստեղ ներկայացված էր։ Չեմ զարմանում, որ լսումներից բացակայում էին բոլոր այն ուժերը, որոնց հովանավորները, առաջնորդները ուղղակի այս գործով մեղադրյալներ են եւ անկախ նրանից թե ինչպիսի ոդիսական է ունեցել նախկին դատաքննությունը, որը մտածված տարվեց փակուղի, այնուամենայնիվ մի կողմից ուզում էի, որ նրանք ներկա լինեին, նրանց թանկարժեք փաստաբանները, որոնք 2008 թվականի մարտի 1-ին չկային այն փաստաբանների կողքին, ովքեր պաշտպանում էին քաղաքական հետապնդումների ենթարկվող սովորական քաղաքացիների, քաղաքական ուժերի, առնվազն մի կողմից կար ցանկություն լսելու, թե նրանք ինչպես են արձագանքում այս ամեն ինչին եւ որն է իրենց վերաբերմունքը, բայց կարեւոր է խորհրդանական լսումները բովանդակային մասից զատ կարևոր են նաև նրանով, որ չմոռանանք, որ խորհրդանական կառավարման երկիր ենք եւ ազգային ժողովը բացի օրենսդիր գործառույթից ունի նաև վերահսկողական գործառույթ։ Սա ազգային ժողովի կողմից հստակ ազդանշան էր, որ ինքը շարունակելու է իրականացնել հանրային խորհրդանական վերահսկողություն այս գործի քննության ընթացքում եւ կառանձնացնի առաջին հերթին խորհրդարանական մեծամասնության քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների ելույթները, որտեղ ըստ էության այդ շահագրգռությունը եւ այդ ազդանշանները ուղարկվում էին, որ համարելով, որ հերթական հնարավորություն է ընձեռնվել 17 տարի անց եւ 6 տարի դատական այդ քաշքշուկներից հետո վերջին 6 տարիների մասն է խոսքը, ըստ էության այսօր հնարավորությունը օգտագործել եւ քննություն ապահովելու առումով եւ կառանձնացնեի իրավաբանների ու նաեւ փորձագիտական, հասարակական շրջանակների ելույթները։ Եվ վերջինը ձեր հարցի պատասխանի մասով կարևոր էր այն, որ բոլորի ելույթներով կարմիր թելի նման անցնում էր մի բան, որ այս հանցագործությունը հավասարապես պահանջում է եւ քաղաքական եւ իրավական գնահատական։ Իրավական գնահատականը իհարկե տրվելու է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առկա հոդվածների որակումների դաշտում, չենք կարող լայն, բայց նկատեցիք, որ բոլորի մոտ կամ շատերի մոտ էր տրվում այն կապը, որը առկա է հոկտեմբերի 27-ի, 2004 թվականի ապրիլի 12-13-ի լույս գիշերվա իրադարձությունների եւ վերջապես մարտի 1-ի մասով եւ բոլորի մոտ կարմիր թելով անցնում էր, որ ըստ էության ժողովրդավարության, ինքնիշխանության նկատմամբ մի հարձակումը պետությունը ներկայացնող խմբակի կողմից ժողովրդավարության նկատմամբ մի հարձակման անպատժելիությունը բերել է ել ավելի զազրելի դրսևորման դրա եւ դրա արդյունքում նաեւ Երևանի կենտրոնում ուղղակի բացահայտ ցուցադրաբար սպանությունների բացահայտված է արդյոք մարտի 1-ը թե ոչ։ Եթե կարդում ենք մարտի 1-ի գործով արդեն իսկ կատարված, նախկինում կատարված քննության արդյունքում բոլոր հարյուրավոր հատորները, ապա մենք կարող ենք ասել մեծի մասամբ պատկերը պարզ է։ Ես չեմ բացառում, որ այլ նոր հանգամանքներ, այլ նոր շերտեր էլ բացահայտվեն, բայց խոշոր առումով այդ քննության ընթացքում բացահայտվել է այն բուրգը, այն բանդան, այն կազմակերպված խմբակը, որը իրեն նույնացրել է պետության
հետ, չի կատարել պետության պոզիտիվ իրավունքները ապահովելու խոսքի ազատություն, հավաքների ազատություն, ժողովրդավարության պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների, հիմնարար ազատությունների պաշտպանություն, դրանից հետո չի ապահովել արդար դատաքննություն, մեղավորների պատասխանատվություն եւ այլ, դրա փոխարեն ինքը իրեն նույնացնելով պետության հետ ուզուրպացրել է իշխանություն, կատարել է սահմանադրությամբ արգելված գործողություններ, բանակ է ներգրավել քաղաքական պրոցեսներում, ձևավորել է ուրեմն բանդիտական խմբեր, ազդել քաղաքական պրոցեսների ելքի վրա, ազդել սահմանադրական դատարանում ընտրական վեճի ձևավորման վրա, այսինքն այս առումով մենք այս ամբողջ պատկերը տեսնում ենք արդեն իսկ քննված քրեական գործում, բայց նկատեցիք, որ այսօր գլխավոր դատախազը եւ նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ինչպես նաեւ քննչական կոմիտեի ղեկավարը ակնարկեցին, որ կան նաեւ նոր դրվագներ, ինչպես են դրանք հարուստացրել արդեն իսկ իրականացած քննությունը մենք դեռևս կտեսնենք, բայց խոշոր առումով փակուղին ստեղծվել էր ոչ թե այն պատճառով, որ քննությունը թերի էր եղել, որ ինչ որ հանգամանքներ անհայտ էին մնացել։ Իհարկե կա դեռևս բարձրաբանման ենթակա խնդիրներ, ասենք օրինակ, ինչպես նշվեց, փամփուշտների նույնականացում, դրանք օգտագործած ուրեմն ուժային կառույցների ներկայացուցիչների եւ նրանց տնօրինության ներքո գտնված սպառազինության հետ, բայց խոշոր առումով պատկերը իհարկե բացահայտված է։ Պարոն Սաֆարյան, ընդհանուր պատկերը հասկանալի է, տեսանելի է բոլորին, հատկապես հանրությանը, բայց գալիս է շատ կարևոր մի հարց։ Իսկ մեղավորներն ինչու մինչև այժմ պատասխանատվության չեն ենթարկվել։ Հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու կամ առաջադրված մեղադրանքը լրացնելու խնդիր ծագել։ Ես գրեթե դա էի ակնարկում, որ ըստ էության խնդիրը արարքի վերավորակման մեջ է, դա նաև գլխավոր դատախազը շեշտեց, այսինքն նա հստակ ընդգծեց, որ ըստ էության նախկինում քննված գործը այդ ծավալով պահպանվում է եւ այո որքան էլ ձևավորված է նոր քննչական խումբ եւ արկա են նոր դրվագներ, նոր հարցակցություններ են իրականացվում, այնուամենայնիվ դա լինելու է համալրող 5 գործի։ Հիմա ինչու է դա հնարավոր դարձել, որ ձեր ասած անձինք, ովքեր այս քրեական գործով հանդիսացել են մեղադրյալներ, ինչու են ոչ միայն անարգել շրջում երկրում, քաղաքում, բացակայում երկրից այցելում, աշխատում Հայաստանի Հանրապետության դեմ, գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ, բացատրությունը այն է, որ ցավոք սրտի 2018 թվականի հեղափոխությունից հետո չհաջողվեց դատական համակարգը մաքրել։ Դատական համակարգում եղած դատավորները բավականին տեսանելի ծառայություններ մատուցել, այդ ուսումնական դատարանը տեղից էլ, ինչպես նկատեցիք, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսում էր հատկապես այն իրադարձությունների մասին եւ այն հանցագործությունների մասին, որոնք կատարվել էին մինչ այդ էլ հանցագործության իրեղենապատվիչները վերացնելու, կեղծելու, քննությունը ուղղորդելու, իրենց ցանկալի ուղղությամբ եւ այլնի մասին։ Պաշտոնատար անձանց կատարած բացական դերակատարումների, այդ թվում եւ նախկին դատախազներ, որոնք գտնվում են այժմ հետախուզման մեջ, այս ամբողջը հնարավոր դարձավ, որովհետև օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չեղավ ուղղակի դատարանը բերել այն վիճակին, որ ինքը պատրաստ լիներ թույլ չտալ այս ամեն ինչին։ Տեսեք, ես որպես նաև ականատես եւ այդ իրադարձությունի եւ նաև պատգամավոր այդ շրջանում, ով մասնակցել է եւ հատուկ նիստին եւ դրանից հետո տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին, այն ժամանակվա իշխանությունները արդեն սկսել էին հետևանքները մաքրելու process-ը, ոչ միայն քննչական մարմինները իրեղենապատվություններ, այլ նաև այո, հենց նույն 301 հոդվածի վերանայման տեսքով վերախմբագրման նույն դահլիճում մենք դա ենք քննարկում եւ մենք հարց էինք տալիս դեռևս այն ժամանակ 2009-10 թվականներից ինչու եք փոխում սահմանական կարգի տապալման հոդվածը։ Մի ժամանակ ասում էին հստակություններ ենք մտցնում եւ այլ, բայց իհարկե ամբողջ նպատակը նա էր, որ ապագայում պատասխանատվությունից ազատվեն, այսինքն հեշտ չի եղել միանգամից այս ամբողջ հետևանքների դեմը փակելը։ Սրանք են գումարած այն, որ սահմանական դատարանը ըստ էության իրենց ձեռքներ եւ կարողացավ համենայն դեպս տալ այն
տեղեկանքը, որի համաձայն իբրև Ռոբերտ Քոչարյանը չէր կարող գիտակցել իր հրամանների արդյունքում առաջ եկող հետևանքները։ Դրա հետ կապված 301 հոդվածի ուրեմն չեղարկումը որպես այլևս գոյություն չունեցած հոդված եւ այս ամեն ինչը բերեց նրան, որ դատարանը կիրառեց արդեն դա, իսկ դրա հետ կապված նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող անձնով մյուս մեղադրյալների ուրեմն շահերի պաշտպանները, փաստաբանները հայտնի անդադ ամեն անգամ գոռում էին ջուր է այս գործը, տակ ապացույց չկա, թող չթողեցին, ես այսօր պատահական չէր, որ հիշեցնում էի գլխավոր դատախազին, որ 6 տարի շարունակ կազմակերպված չարաշահել են նաև ողջամիտ պաշտպանության բոլոր նորմերը, դատարանը իդեմս նախին դատավորի չարաշահելը ողջամիտ ժամկետում դատաքննություն իրականացնելու խնդիրը եւ այսօր մենք ունենք այն իրավիճակը, որ նույնիսկ դատախազը, գլխավոր դատախազը ամբիոնից ազգային ժողովի ամբիոնից ասում է ես այսօր շատ կուզենայի գայի եւ կարդայի մեղադրական եզրակացությունը, որը թույլ չտրվեց կարդալ։ Հասկանում եք, այդ մեղադրական եզրակացության միայն բովանդակությունը բավարար էր, որ հանրությունը հասկանար, որ Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը, Խուդոյանը, մյուս բոլոր փաստաբանները, որոնք ասում են ջուր է, օդ է, չգիտեմ, փուչիկ է եւ այլ, կհասկանային, որ այստեղ փուչիկ չկա եւ դրա համար եմ ասում, ես շատ կուզենայի, եթե նույնիսկ նրանց վստահորդները, Ռոբերտ Քոչարյանը կամ նրա պատգամավորները, որդին ունակ չէին կամ պատրաստ չէին գալու այս դահլիճում նստելու եւ լսելու, ուր էին նրանց փաստաբանների գային եւ այստեղ ասեին, որ Միեդը կայացրել է վատ որոշում, իսկ Միեդի որոշումը, որը այսպես ասած նոր ստարտային կետ է դարձել այս գործի վերավորակման համար, Միեդի որոշումը խոսում է, որ եղել են ծրագրված գործողություններ, եղել է հստակ գործող բուրգ իշխանության, որը ստացել է հրամաններ, կատարել է հրամաններ, փոխանցել է հրամաններ ավելի ցածր մակարդակներին, բա ուր էին, գային եւ մեզ բոլորիս ասեին, որ գիտեք Միեդն էլ խափում է, թող գային այն իրենց պատվերով իրականացված այն հետաքննությունը, որ Լևոն Քոչարյանը տեղադրել էր իր պատին եւ այդ հետաքննության համաձայն մարտի 1-ը կազմակերպել եւ կատարել էին Նիկոլ Փաշինյանը, Սեդա Սաֆարյանը եւ Ստյոպա Սաֆարյանը, թող գային այդ ֆիլմի շրջանակներում բացատրեին, որ Միեդը տեղյակ չի այդ ֆիլմից եւ գային այս դահլիճում ասելիք չունեն, որովհետեւ դրանք նախորդային պարոն Սաֆարյան ներողություն հայտարարություն են տարածել։ Այո, հայտարարություն են տարածել եւ ի պատասխան ձեր այս դիտարկման ավանսով ասել են, որ իրենք այս ձեռնարկությանը չեն մասնակցելու, սա անվանել են թատրոն, ընդ որում խայտառակ թատրոն եւ այսպիսի ֆինիշ։ Հավաքվեք, քննարկեք, փառավորեք մարտի 1-ի ողբերգության ընթացքում հոգով փառավորվածին, իսկ ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ տվածին։ Ինչի մասին է այս հայտարարությունը, նման վերաբերմունքը։ Այս նույնիսկ եմ կրկնում, այս հայտարարությունն տպավորությունն է, որ գրել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, Լևոն Քոչարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, որովհետեւ նրանք այդ ֆիլմի ուրեմն նաեւ ակունքներ առնվազն եթե ակունքներում կանգնածներից կամ պատվիրատուների չէին, նրանց այդ ֆիլմը այնքան էր դուրս եկել, որ նրանք իրենց հեռուստատեսությամբ ցույց էին տալի եւ այդ բանում օգտագործում էին հայտարարությունը, այսպես ասած, ավարտել են Նիկոլ Փաշինյանի հայտի արտահայտությունը կոնտեքստից կտրելով եւ դրան վերջաբան բերելով, որ իբրև թե ահա Նիկոլ Փաշինյանի հոգին պիտի փառավորվեր, որ մարդ մեռներ եւ գնացեք քննարկեք սա։ Իրականում սա փախուստ է պատասխանատվությունը հերթական անգամ, նրանք գիտակցում են, որ ըստ էության, եթե ներքին քննությունը կարող էին կասկածի տակ դնել, ապա այլևս չէին կարող կասկածի տակ դնել Մարդուրանքների Եվրոպական դատարանի որոշումը, որովհետև հիշեք, երբ որոշումը հրապարակվեց եւ մոտեցել էին Սեյրան Օհանյանին, հարց էին տվել, թե ինչպես է վերաբերվում ինքը Մարդուրանքների Եվրոպական դատարանի այս գործով կայացված Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված որոշման, ինքը ասել էր դա մեր մասին չի։ Իրենք գիտեն, որ այդ որոշումը իրենց մասին է, որ այդ որոշումը չասեմ պարտադրանք է Հայաստանի Հանրապետությանը, այլ ուղղակի այլ տեղ չի թողնում, քան Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգին շարժվել արարքի վերավորակման
եւ պատասխանատվության ենթարկման ճանապարհով դրա համար իրենք փախել էին այդ պատասխանատվությունից, իրենք փախել են, իրենց որևէ մեկը այստեղ չէր ծեծելու, իրենց որևէ մեկը լավագույն դեպքում հակադարձեին իրենց փաստարկներին, բայց իրենք ինքան փաստարկ չունեն, որ իրենք այլևս անկյուն մղված պատին դեմ եղած վիճակում են, որովհետեւ եթե մինչեւ հիմա կարողացել են իրենց լրատվամիջոցներով մանիպուլացնել, թե իբրև քննված գործը փուչիկ է, ջուր է, տակը բան չկա, եւ իրենց եթե հաջողվել է նախկինում թույլ չտալ թեկուզ եւ դատարանում ընթերցվի մեղադրական եզրակացությունը, որպեսզի հանրությունը տեսնի, թե ով ինչ հրաման է ստացել, որտեղից, որ զորամասից, Արցախից, Հայաստանից, քանի մարդ է բերվել Հայաստան, ինչ խմբեր են ձևավորվել, որոնք օգտագործվել են ժողովրդի խաղաղ ուրեմն հավաքը ցրելու եւ նրան պատժելու եւ ժողովրդավարության պահանջատիրությունից նրան ետ կանգնեցնելու համար, այդ դեպքում իհարկե նրանք խոսելու բան չէին ունենա նաև նախկինում, բայց քանի որ հիմա իրանց հաջողվել է այս գործը իրենց մեթոդներով, իրենց ձևերով ուրեմն թույլ չտալ, որ հասնի մեղադրական եզրակացության փուլ, այսօր արդեն խնդիր ունեն միեդի որոշման հետ, որտեղ միեդի որոշումը այնուամենայնիվ սպառիչ գնահատականներ է տվել մարտի գործով, այն համարելով պետության պարտավորությունների լրջագույն խախտում եւ պահանջելով ուղղակի նոր քննություն իրականացնել։ Այսինքն տվյալ պարագայում եթե նախկինում նրանք կարողանում էին մանիպուլացնել, շահարկել, թե գիտեք, Սահմանադրական դատարանը տվեց դատախազին արարքը վերավորակելու իրավունքը, որպեսզի ուղղակի քաղաքական հետապնդումներ շարունակեն Ռոբերտ Քոչարյանի դեմ, այս հեքիաթը փշրվեց, որովհետև Միեդը եկավ ասելու, որ դա ձեր հորինած հեքիաթն է, պետությունը ըստ էության չի կարողացել կատարել իր քաղաքացու կյանքի իրավունքի երաշխավորման, պաշտպանության իրավունքը, ավելին պետությունը ներկայացնող խումբը, իշխող ուժը ինքն է կատարել այդ հանցագործությունները եւ ինքն է խոչընդոտել արդար դատականության իրականացմանը։ Ես հիշում եմ, պարոն Սաֆարյան, որ պարոն Քոչարյանը իր ասուլիսներից մեկում անդրադառնալով Միեդի այս վճռին ասում էր, որ թող պետությունը ներկայացներ փաստեր սպանությունների հետ կապված, ինչու չի ներկայացրել։ Ամբողջ իրավական համակարգը իր ձեռքի տակ է եղել, թող ներկայացներ ապացույցներ։ Ռոբերտ Քոչարյանը մի ապացույցի մասին է խոսել, այսօր էլ այդ թեվավոր արտահայտությունը բազմիցս ցիտվեց, իհարկե այն առումով, որ դա կրկնել էր նաև Վարդան Օսկանյանը արտերկրի ներկայացուցիչների մոլորեցնելու համար, դա այն է, ավտոբուսի հետևից դուրս են գալի, կրակում են, թաքնվում են, բայց Ռոբերտ Քոչարյանը 17 տարվա ընթացքում չի կարողացել ներկայացնել ապացույց այդ կեղծիքի վերաբերյալ, այսինքն նրանց միակ ասածը, որ ասում է պետության ներկայացնել, պետությունը եթե 17 տարվա ընթացքում դու արել ես մի հայտարարություն, որը սուտ է, եւ չես կարողացել ներկայացնել քո ապացույցը, որ մարդիկ զինված խմբերը ավտոբուսի հետևից դուրս են գալի, ոստիկանների ուղղությամբ կրակում են եւ թաքնվում են։ Ճիշտ հակառակը, ամբիոնից զեկուցողներից մի քանիսը հիշեցրեցին նույնիսկ Սամվել Նիկոյանը ժամանակին, երբ որ նախքան հեղափոխությունը էլի ազգային ժողովում լսումներ էին կազմակերպել մարտի 1-ի թեմայով, այդ հարցադրումն արեց պարոն Քոչարյան, ասում էին, որ այո, ավտոբուսի հետևից դուրս էին գալիս եւ կրակում էին, փաստեր։ Այսինքն այդ հարցադրումը հնչել է նաև։ Դե ինքը Աղվան Հովսեփյանը, այսօր էլի այդ ամբիոնից էլ հիշեցվեց, չէ՞, պարոն Պարսլյանն էր քաղաքացիական պայմանագրից, որ հիշեցրեց նեյրոլինգվիստիկ ազդեցությունները, որ օգտագործվել են ցուցարարներին գրգռող եւ հոգեխանգարումքի հասցնող արտահայտություններ։ Պետության ապացույցները սա է եղել։ Հայրենիք ընտանիք պետություն։ Այդ երեք բառերը։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած պետության ապացույցները սա են եղել։ Եվ 17 տարի ասվել է, որ ավտոբուսի հետևից մարդիկ ցուցարարներ դուրս էին գալի, կրակում էին եւ այդ ապացույցները չի ներկայացվել։ Հիմա պետությունը ինչ ապացույց ներկայացնի մարդու եվրոպական դատարան, եւ որ Ռոբերտ Քոչարյանը 20 տարի ժամանակ է ունեցել, ներողություն, 10 տարի ժամանակ է ունեցել իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանի օրոք ներկայացնելու հանրությանը եւ նաեւ միջազգային հանրությանը այն ապացույցները, որոնք վկայում են, որ ժողովուրդը ըստ էության կրակել է ուրեմն ոստիկանների ուղղությամբ։ Չկա այդ ապացույցը եւ չկա նաեւ այն ապացույցը, տեսեք ինչքան էլ իրենք քարոզչական դաշտը օգտագործեցին հոգեխանգարմունք առաջացնող բառերի արտահայտությունների կիրառման, այդ դրա ապացույցը նույնիսկ չկա։ Նույնիսկ դա չկա իրենց
կողմից ներկայացված եւ հիմնավորված, որ օրինակ եւ որ Նիկոլ Փաշինյանը օգտագործեց հոգիս փառավորվեց, իհարկե Նիկոլ Փաշինյանը դա հիշեցնեմ որպես ականատես Նիկոլ Փաշինյանը դա ասում էր այն բանով, որ ժողովուրդը կարողանում էր ինքը իրեն պաշտպանել, այսինքն Նիկոլ Փաշինյանը այդ կոնտեքստում ասել, որ ես լավ եմ զգում, որ ցուցարարները կարողանում են պաշտպանել իրենց, բայց նա չի ասել, որ հոգիս փառավորվեց, որ սպանություն է։ Ռոբերտ Քոչարյանի վարչախումբը եւ նրան սպասարկող իրավագետները փորձում են այս արտահայտությունները մանիպուլացնել, կապել նրա հետ, թեև թե դա հոգին փառավորվել է արյուն հեղելուց։ Արյուն հեղողն է եղել պետությունը, ավելի ճիշտ պետությունը զավթած խմբակը։ Այդ հեղելու նպատակով խմբավորումներ կազմավորողներ են եղել իրենք։ Այդ խմբավորումներին հրամանների չեցնողներն են իրենք եղել։ Այդ հրամանների հետևանքները պատճառողներ են իրենք եղել։ Այդ ապացույցները վերացնողներն են իրենք եղել։ Հիշեք ծնոտի պատմությունը, Խոչկորի ծնոտի պատմությունը հիշեք մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի։ Եվ այսօր այստեղ թվարկվում էր, թե ինչ ապացույցներ, ինչպես են կեղծվել, որ այսօր պետությունը չի կարողանում տարական բան նույնականացնել պարկուճների եւ դրանք արձակած ուրեմն հատուկ միջոցների, ըստ որում արգելված այդ տարածքում օգտագործվելու նպատակով արգելված միջոցների նույնականացումը։ Ի վերջո Ռոբերտ Քոչարյանը եւ իր թիմը Սերժ Սարգսյանը մյուսները ուղղակի օգտվում են առիթից, որ քրեական գործը չի ներկայացվել դատարանում։ Այ եթե պետությունը գոնե կարողանար այս տարիների ընթացքում հասնել նրան, որ գոնե դատարանում հնչեին այդ մեղադրական եզրակացությունը եւ ժողովուրդը կարողանար հասանելիություն ունենար քննված քրեական գործի հատորյակներին։ Այսօր Ռոբերտ Քոչարյանը այդ հայտարարությունը չէր տարածի, որ գնացեք փառավորվեք։ Այսօր իրենք կգային առնվազն կամ կուղարկեին իրենց փախած ներկայացուցիչներին, որոնք մենախոսել են սիրում իրենց կամերաների առաջ, կգային եւ այստեղ կպատասխանեին։ Կապացուցեին, որ մարտի 1-ի գործը ջուր է, թե ջուր չէ։ Ջուր չէ։ Եվ կգային կասեին, այս ինչի է Միեդը ջրի մասին այսպիսի խորը եզրակացություն եւ որոշում կայացրել։ Բա այս ինչ է պահանջում, եթե ջուր է, բա եթե ոչինչ չի արել Ռոբերտ Քոչարյանը եւ իր իրավաճառ Սերժ Սարգսյանը եւ ամբողջ իշխանական համակարգը ուժային կառույցերով, եթե եւ դրանց կցված բանդաներով, բա եթե ջուր է, այդ ջուրը ո՞նց է քննել մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Այս հարցի պատասխանը առնվազն իրենք պարտավոր են տալ։ Պարոն Սաֆարյան, մարտի 1-ի թեման շատ ընդգրկուն է եւ անսպառ, թույլ տվեք մի հարց ներքաղաքական օրակարգի վերաբերյալ։ Նոյեմբերի 16-ին վաղաշաբաթ խոշորացված համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Պարոն Սաֆարյան, արդյունքները ձեր դիտարկմամբ ինչի մասին են վկայում, մասնավորապես այն, որ ավագանու կազմ են անցել Սերժ Քոչարյանական ընդդիմության ներկայացուցիչ քաղաքական ուժերը, արդյոք սա ազդակ է, որ այդ կոնգլոմերատը դեռևս կենսունակ է, ավելին, եթե իր կենսունակության ցուցիչը չի բարձրացրել, ապա գոնե չի էլ նվազեցրել։ Տեսեք, այդ խնդրի առջև չէինք բախվի, այդ հետևանքի առջև չէինք բախվի, եթե մարտի 1-ի գործով մենք այլ զարգացումներ ունեցած լինեինք։ Եվ այդ անձին ոչ թե քաղաքական պրոյեկտներ ստեղծեին, Գյումրի 1 օպերացիա, հետո դա փորձեին Էջմիածնի վրա կիրառել, հետո դա փորձեն 26 թվականին կիրառել, մենք դա չէինք ունենա։ Մենք լրիվ այլ պատկեր կունենայինք։ Այդ ուժերը ըստ էության զբաղված կլինեին առնվազն Ռոբերտ Քոչարյանի համար դատարանի առջև միտինգներին մասնակցելով, գոնե, եթե իհարկե ամոթնել մի կողմ դնեին եւ բացահայտ ասեին ինչ արելա լավ արել մարտի 1-ին, դա էլ կարային անեն, բայց ենթադրենք, եթե մենք չունենայինք մարտի 1-ի գործով այս փակողին, որը մտցրել են Ռոբերտ Քոչարյանը, մյուս մեղադրյալները իրենց փաստաբանների թիմի ջանքերով եւ իրենց սատարող դատաիրավական համակարգի դատավորների ու ներկայացուցիչների, քննիչների միգուցե նաեւ ջանքերով կամ դատախազի նախկին դատախազի ջանքերով, որը մասնակցում էր նրանց ցույցերին, ապա մենք վաղաշաբաթում կունենայինք այլ բան։ Եվ տեսեք, սա ինչ որ միտեղ նաև հայելին է դարձել այդ թերացման, որովհետև նրանք շարունակում են հանդես գալ, որ լավ, եթե նույնիսկ ժողովուրդը զզվում է մեզանից
եւ մենք չենք կարողանում ժողովրդի մեծամասնության վստահությունը ստանալ գանք իշխանության, մենք ենք լինելու առնվազն ընդդիմությունը։ Հասկանում եք, սա ողբերգություն է էլի։ Ես իհարկե ուրախ եմ, որ հիբրիդային այդ գրոհը, որ կազմակերպել էին տարբեր շարժումներով Գյումրիի 2 բեմականացնելու համար, կանխվել է ընտրողի կողմից եւ ես ուզում եմ վաղ շաբաթ համայնքի բնակիչներին եւ շնորհակալություն ասել եւ շնորհավորել իրենց ընտրությունների հետ կապված։ Ուրախ եմ, որ հերթական ընտրություններն են տեղի ունեցել, որոնք այնպիսի խախտումներ չեն ունեցել, որոնք մթագնեն դրա արդյունքները, կասկածի տակ դնեն արդյունքները։ Մենք չունենք հետընտրական պրոցես։ Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իր հասունության հերթական ատեստատն է ստանում հերթական կարևոր ընտրություններով, բայց ուրախ չեմ, որ այսպիսի հանգամանքների բերումով մենք շարունակաբար նաև հեղափոխությունից 7 տարի անց մենք ունենք դեռևս նույն կոնֆիգուրացիան, այսինքն նրանք այնքան իրենց ապահով են զգում այս իրավիճակում եւ այնքան անպատիժ եւ այնքան պատասխանատվությունից դուրս, որ կարող են նաեւ հավակնել երկրում ընդդիմություն լինելուն, ըստ որում ուրեմն 7-8 տարի շարունակ։ Իսկ այդ դեպքում իշխանությունը ինչ գործիք պետք է կիրառի, որպեսզի նրանք դադարեն իրենց։ Եթե ամեն մեկը հայտնված լիներ այնտեղ, որտեղ նախատեսում է քրեական օրենսգիրքը, մենք այլ խմբակցությունների անուններ կլսեինք Էջմիածնի քաղաքում վաղաշաբաթ համայնքում։ Շնորհակալ եմ Ես ձեզ համար։ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։